ինչ էլ կլինի, կտկարանաս, կընկնես, կհուսահատվես, կկարողանաս խոսքը պահել, չես կարողանա խոսքը պահել, բայց մի կարևոր բան, դու սիրի Աստծո օրենքը, Աստծո խոսքը սիրի եւ պինդ բռնի եւ գնա Հիսուսին։ Մի նայի անգամ քո տկարություններին եւ անկումներին բոլորովին մի անդրադարձի, կարևորը որ դու գնաս Հիսուսին եւ պինդ բռնես Աստծո խոսքը։ Ես հիշում եմ նման մի դեպք, ես միացնում մեր երիտասարդ եղբայրներից մեկը եկել էր, պարզվեց, որ հետո ինքը ժողովից հետո վկայեց, մոտեցավ արցունքները աչքերին, ասեց Ռոբերտ եղբայր, այսօր ես եկել էի, որ տեղյակ պահեմ, որ իմ մոտ ոչինչ չի ստացվում եւ ես գնալու եմ, եկեղեցուց գնալու եմ, չեմ կարողանում Հիսուսին ծառայեմ, այդ օրը տանը վիճել էր եւ ինքը մեղանչել էր Տիրոջ առաջ, հուսահատված եկել էր, որ հրաժարվեր։ Եվ արդյունքում այդ մի պաշտամունքի ընթացքում այդ դառը սրտով սպասում էր, երբ պիտի ավարտվի պաշտամունքը, որ մոտենա եկեղեցու հովին եւ տեղյակ պահի իր հրաժարականի մասին, որ իր մոտ չի ստացվում եւ ես գնում եմ եկեղեցուց, Աստծուց հեռանում եմ։ Երբ որ հավաքույթը վերջացավ, Տերը այցելեց այդ հավաքույթի ընթացքում, ոչ ոք չգիտեր իր ապրումների մասին, իր զգացմունքների մասին, ոչ ոք չգիտեր, իր այդ օրվա գործած մեղքերի մասին էլ ոչ ոք չգիտեր, բայց Տերը գիտեր, Տերը տեսել էր։ Տերը գիտեր, որ այստեղ կա մեկը, որը իր կարիքը ունի եւ այդ օրը Տեր Հիսուս այցելեց այդ մարդուն, թերևս հիմա գուցե կա էլի մեկը, երկուսը, երեքը այստեղ, որ եկել է այդ սրտով, այդ հոգեբանությամբ, եթե ոչ ոք չգիտի, անգամ եկեղեցու հովիվը չգիտի, սպասավորները չգիտեն, բայց Հիսուսը գիտի քեզ, նա գիտի դու ինչ ապրումով, ինչ զգացումով ես եկել։ Գուցե հուսահատվել ես եւ դու քո վրա էլ հույս չունես եւ անգամ չես կարողանում ասես Հիսուս ինձների, բայց որոշում ունես, որ գնաս Հիսուսից, որովհետեւ չես կարող իրեն ծառայես, արի Հիսուսին, արի Հիսուսին։ Տերը գիտի, եթե դու հուսահատություն ես ապրում, Տերը գիտի, ինչպես այդ երիտասարդին այդ օրը Տերը այցելեց, Տերը պատրաստ է ինձ ու քեզ այսօր բժշկելու։